Իսրայելի կառավարությունը միաձայն համաձայնություն է տվել հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախագծին։ Ինչով է դա պայմանավորում։ Հիմա ասեմ, ուրեմն Իսրայելում շատ հայեր կան բնակվող, ովքեր Հայաստանում մեծ կապեր ունեն։ Եվ Հայաստանում նաև աշխատում են Իսրայելի հայերի օգտին։ Հայթայթում են ինչ-որ հետաքրքիր պատմություններ, նորից կրկնում հայթայթում են հետաքրքիր պատմություններ եւ Իսրայելում փորձում են կառավարությունում միջնորդների միջոցով եթե կա բավարար քանակությամբ հայթայթած ինչ-որ պատմություններ փորձում են Իսրայելի կառավարությունում ուրեմն հարցեր լուծել Հայաստանի օգտին։ Բայց դա է ազդում, համատարած ուրիշ կարծիք են ասում, որ Իսրայելը իր շահերից ելնելով Թուրքիայի հետ խնդիրներ ունի եւ ավելի շատ դա է ազդել։ Բացարձակ զրոյական նշանակության բան է դա, որ ինչ որ Թուրքիայի հետ վատ հարաբերությունների պատճառով է ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Ես երաշխավորում եմ, որ իրոք Իսրայելից Հայաստան ժամանած հայերն են այնտեղի կառավարությունում ուրեմն հարցեր լուծում իրենց մասշտաբի մակարդակով։ Իսկ ինչ ճակատագիր է սպասվում այդ հարցին խորհրդարանի մակարդակում։ Իսրայելի խորհրդարանը միանշանակ բարձր բալերով կանցնի, որտեվ արդեն դա որոշված է։ Ամեն դեպքում կողմեր իրենց շահը ունեն։ Շահ ունի, որ նա այդ քայլի նորադի ունի։ Դուք վաղուց դիմեր։ Զենքերն ուղարկեց մեր զինվորները մահացան, նորա խելքի եկին։ Հերթով պիտի բոլորը ճանաչեն հայոց ցեղասպանությունը, ուզեն թե չուզեն որոշ մարդիկ։ Մենակ չխափնվենք դրան։ Իրանց գործը մի քիչ բան եղավ, մեզի հիշեցին։ Մեր գլխի ջարը մենք պետք է ատենանք, մեզ ոչ Իսրայելը պետք, մյուս պետություններն էլ չասեմ։ Մենք մեր գլխի ջարը պետք է ատենանք։ Ուժեղ Հայաստան, հույսներս մենակ մեր վրա դնել, ոչ մեկի։ Իսկ ձեր կարծիքով այդ հարցը ինչ որ վերջնական հանգրվանի կհասնի, այնտեղ դեռ պետք է պարլամենտում քննարկումներ լինեն։ Ինչ էլ ասեն, մեր համար նշանակություն չունի։ Ուշացած որոշում է։ Դե Իսրայելը շուտով այնպես պիտի ճանաչեն, ինձ թվում է իրանք ուշացել են։ Իրանք պետք է հենց ամենաառաջինը իրանք ճանաչեն, որովհետև իրանք խոլոկոստ տարած ազգ են, իրանք պետք է հասկանան դա ինչ էր։ Ինձ թվում է տենց։ Իսկ այս պահը ինչով է պայմանավորված։ Ինձ թվում է դա ինչ որ նրանք միշտ քաղաքականությունը իրան բանը այն ոնց են ասում քարտերա պահում խաղալու համար, բան իրանք դա պահել էին, որ իրենց երբ որ պետք լինի, ոնց են ասում, իրենց կարևոր լինի, նրանք օգտագործեն դա։ Ինձ թվում է Թուրքիայի հետ խնդիրներ ունեն իրանք։ Իսկ ինչ որ շուտվանից արդեն։ Իսկ ինչ որ վերջնական հանգրվանի կհասնի, օրինակ Քնեսետում պետք է քննարկումներ լինեն։ Հա, ինձ թվում է իրանք կընդունեն, որովհետև մի տեսակ իրանց կողմից սխալ կլինի, եթե Քնեսետը հանկարծ հրաժարվի հաստատել դա, սխալ կլինի, որովհետև եթե ասենք ղեկավարությունը եկել է նրան, որ դա պետք է անցկացնեն այդ բանաձևը, արդեն նշանակում է հիմնականում ասենք падգամավորները արդեն խորհրդակցել են, պատրաստ են դրան, հենց ինձ դա չի լինում։ Ինձ թվում է պետք է ընդունեն։ Բայց դե դա ոչ հիմա դեռ ցույց չի տալի, գործողությունները հետո ցույց կտա, թե նրանք ինչ դիրքավորում կունենան Հայաստանի նկատմամբ։ Իսկ մենք պետք է ուրախանանք նման բաներից, թե ոչ։ Շատ կներեք, բայց ցեղասպանությունը ճանաչելուց ինչ պիտի ուրախանանք։ Այսինքն մենք կարանք միայն ասենք, որ լավ է, եւս մի երկիր, ոնց որ ասեց, ընդունեց այդ արդարությունը, էլի, այդ արդար վճիռը ընդունեց։ Մենք ուրախանալու բան չունենք, ցեղասպանությունը դա մեր ողբերգությունն է։ Ուրախանալու բան չկա, եւ որ երկիրն էլ ընդունի, մենք ուղղակի պետք է ասենք, որ լավ է, որ նրանք այդքան ոնց որ ասած իմաստություն ունեցան, որ ընդունեն դա, որովհետեւ բոլոր աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ կարան ենթարկվեն ցեղասպանության, պետք է դրա դեմը կանխել, այն ժամանակ որ կանխեին, իրանց խոլոկոստն էլ չէր լինի, ես ասեմ, չէր լինի, չկանխեցին, մնաց, եկավ հասավ, ես իմ որդիվը 60 որ թվին էր առաջինը, որ բանը Ուրուգվայ ընդունեց, եթե շուտ ընդունեին, պատերազմի վաղ իրանք էլ չէին տուժի, տենց բան չէր լինի։
Չնայած տարբերությունը շատ մեծ էր, ասեմ, հայերը ցեղասպանվել են իրանց տանը, հրեաներին ենթարկեցին ցեղասպանության Եվրոպայում, այսինքն դա իրանց տունը չէ, նրանք ուղղակի այնտեղ ապրում էին։ Բայց դա ոչ մի մասին չի խոսում։ Մենք հայ ժողովուրդը մարդասեր ժողովուրդ է, ու մենք դրան նայում ենք շատ, ոնց ասեմ, փիլիսոփայորեն, ճիշտ ենք մտածում։ Դա ուրախանալու բան չի, բայց լավ է, որ մեկն էլ ընդունեց, ընդունում է, որ արդարություն կա այս աշխարհում։